բայց հիմա քաղբանտարկյալների ի աջակցություն քաղբանտարկյալների բողոքի ակցիա տեղի ունեցավ։ Իշխանությունները պնդում են, որ քաղաքական բանտարկյալներ չկան, բայց մասնագետները նշում են, որ երբեք Հայաստանի Հանրապետությունում այսքան քաղբանտարկյալ չի եղել։ Ինչու՞մն է այս հակասությունը։ Միթե այս ամենը կամ չգիտեմ, դրսից ինչի որևէ արձագանք չկա, իրավապաշտպան կառույցներից, որտեղ են նրանք նայում։ Տեսեք, ուրեմն իշխանությունների համար քաղբանտարկյալներ չկան, որովհետև իրենց համար քաղբանտարկյալները մեր համար պայքարողներն են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի համար, Նիկոլ Փաշինյանի համար յուրաքանչյուրը, ով կարող է խոսել հայ շահից ու հայկական շահերից, դառնում է քաղբանտարկյալ։ Հիմա քաղբանտարկյալների թիվը աննախադեպ է, այսինքն մենք ունենք 40 եւ ավել քաղբանտարկյալներ, ովքեր որ դատապարտված են միայն նրա համար, որ պաշտպանում են հայկական շահը, Հայաստանի Հանրապետության շահը։ Ինչ վերաբերվում է արտաքին դերակատարներին, բնականաբար նրանք աջակցում են Նիկոլ Փաշինյանին, որովհետև այն իրավիճակը, որ ստեղծել է Նիկոլ Փաշինյանը, կոչվում է բռնապետություն։ Հիմնականում բռնապետների հետ փորձում են չաշխատեն, ժողովրդավարություն են քարոզում, բայց ժողովրդավարության քարոզի քողի տակ հիմա Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է այնպիսի բռնապետություն, որտեղ դատաիրավական համակարգ այդպեսին գոյություն չունի, այսինքն մեկ մարդու, մեկ անձի իշխանության մասին է խոսքը։ Իդեպ պետք է նաև նշել եւ հիշել, որ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ հենց ինքն է իշխանությունը, այսինքն այսպիսով մենք ունենք բռնապետություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ինքը իշխանությունն է, ու ով խոսում է Նիկոլ Փաշինյանի դեմ, անկախ նրանից ինչ հիմքերով է դա խոսում, կլինի բարերար, կլինի հոգևորական, էական նշանակություն չունի Նիկոլ Փաշինյանի համար։ Կարևորը դու խոսում ես Նիկոլ Փաշինյանի դեմ ու անկախ այն մտքից, թե ինչ ես ուզում այս երկրի համար, ոնց ես դու պատկերացնում այդ տեսլականը, դա արդեն էական նշանակություն չունի։ Դեմ ես Նիկոլ Փաշինյանին, պետքա նստես, դեմ ես Նիկոլ Փաշինյանին, պետքա խուզարկություններ անցկացվեն ձեր տանը, այո, միանշանակ, որը սովորական կլասիկ բռնապետի արարքներ է, բայց պետք է այստեղ նաև լիահույս լինենք նրանով, որ յուրաքանչյուր բռնապետ հեռացվել է ժողովրդի կողմից, յուրաքանչյուր բռնապետ դատապարտվել է, յուրաքանչյուր բռնապետ հեռացվել է ու չի կարող բռնապետությունը լինի անժամկետ ու վերջի վերջո գալիս է բռնապետության վերջը։ Շնորհակալություն։ Այժմ կզրուցենք